Մայիսի 7-ին ժամը 11:00-ին աշխատանքի պետական տեսությունը իրականացում է վարչական լսում Նարեկ Վարազդատյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում։ Քաղաքացին ասում է, դիմումը, որ աշխատանքային պայմանագրից տեղյակ չի, կամ աշխատանքի ընդունման մասին հրամանից, տեղյակ չի նաև աշխատանքից ազատման հրաման։ Եթե անգամ ենթադրենք, որ սա կնքվել էր, սա չկա։ Եթե վերադասի կողմից հաստատված, վերադասի կողմից ուրեմն պարզաբանման կարգով հայտնեմ, որ վերադաս հասկացողություն գոյություն չունի աշխատանքային պայմանագրի եւ պայմանագրի ձևը վերադասը չի մշակում։ Աշխատանքային պայմանագրի կազմելու նրանում ներառող պայմանները, պատասխանատուն գործատունն է։ Երթերալ դեպքում մենք գործ ունենք փողակի հետ, թե վերադասը ինչ է տվել։ Սա ուղղակի վարչական վարույթից դուրս եմ ասում, մենք բազմաթիվ անգամ թե վերադասին, թե դպրոցներին միջնորդություններ են ներկայացել, որ այս պայմանագրերը իրենց բովանդակության անօրինական պայմանագրեր են։ Սա պայմանագիր չի, որը աշխատողի հետ կնքվում է։ Հարց տամ, բոլորս էլ այս երկրում ենք ապրում, բոլորս էլ հայ ենք։ Մարդը, երբ որ կնքում է աշխատանքային պայմանագիր, պայմանագրի մեկ օրինակը տալիս են իրան։ Այս պայմանագրում կարող է շատ բան նշված լինել։ Այդ մարդուն, ըստ էության, հետաքրքիր է այդ պայմանագրից ընդամենը մի կետ ամիսը, որ վերջանա, ինչքան աշխատավարձ եմ ստանում։ Գնում է տուն, չէ, բայց այդ մարդը չիմանա սա վերջին ինչքան փող պետք է ստանա։ Որս դե չկա։ Այսինքն, գալիս ամսվա վերջը անձը ստորագրում է մի թվի դիմաց, չիմանալով արդյոք դա է, թե դրանից քիչ պետք է լիներ կամ շատ։ Հիմա ես վերջին այս իմ աշխատած ամբողջ ժամանակահատվածում բազմաթիվ ստուգումների ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, նույնիսկ միլիոնների հասնող, երբ պայմանագրով նշված է ենթադրենք ինչ-որ աշխատավարձ չափ, բանից պարզվել է, որ այդքան պետք է չներավեր պետք է լիներ։ Պակաս են վճարել աշխատողը։ Եվ աշխատանքային օրենսգրքում կա նաև 193 հոդված, որ յուրաքանչյուր ամսվա վերջում գործատուն պարտավոր է աշխատողին տրամադրել հաշվարկային թերթիկներ, որտեղ պետք է նշված լինի տարիֆային աշխատավարձի չափը, հավելումներ, հավելավճարներ, օրենքներով այդ աշխատավարձից պահվող, բյուջե վճարվող բաները, հարկերը, վերջնական առումով մաքուր ստանալիք է, որպեսզի աշխատողը հստակ իմանա ինչքան է այս աշխատավարձը, որ վճարում է իրեն, ինչի արդյունքում վճարվեց։ Խնդիրը դա է։ Կարելի է։ Այո։ Ուրեմն ի տարբերություն մասնավոր ոլորտին, կոնկրետ դպրոցում, նորից ասեմ, աշխատավարձը չի որոշում տնօրենը։ Աշխատավարձը որոշում է տարիֆիկացիայով, այսինքն բացի այն, որ աշխատողները կարող են ծանոթանալ իրենց աշխատավարձի հաշվարկին, այսինքն ինչքան է իր դրույքաչափը եւ կանխիկ մինչեւ պահումներով կանխիկ ինչքան են ստացել։ Բացի այդ, նաեւ կարող են ստանալ թե իրենց դրույքաչափը ինչու է այդքան։ Լավ, որպես հետագայում նման դիրքորոշումներ չհայտնեք, ես ուզում եմ ասեմ, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները ենթակա են պարտադիր կատարման բոլոր գործատուների, քաղաքացիների կազմակերպությունների համար, անկախ նրանց կազմակերպական, իրավական եւ սեփականության ձևից։ Այս օրենսգրքի համար որևէ կապ չունի։ Դա ՊՕԱԿ է, ՍՊ-ը, ԲԵ-ը, մասնավոր է թե պետական է։ Բոլորը պարտավոր են կատարվել այս օրենսգրքի պահանջները։ Եվ հետևաբար մեր դիրքորոշումը հետևյալն է, մենք մոտենում ենք հետևյալին։ Օրենսգրքի տվյալ նորմի պահանջը կատարվել է թե չի կատարվել։ Հիմա Նարեկ Վարազդատյանին հարց են տալի, հաշվարկային թերթիկներ, ձեր աշխատավարձը, որ դուք ստացել եք, գործատուն տվել է թե չէ։ Չկա։ Այսինքն Նարեկ Վարազդատյանը մի հատ թվի դիմաց ստորագրել է, շատ ներողություն եմ խնդրում, ուրիշ ձևի, չիմանալով, որ այդ թիվը պետք է ստանա, ինքը թե այլ թիվ պետք է ստանա։
Ինձ ուրախացրեց այն հանգամանքը, որ տնօրենը իր իրավաբանը եւ հաշվապահը կրկին չմերժեցին այն հանգամանքը, որ ես ծանոթ չեմ եղել հրամանին, այսինքն նրանք եւս ասացին, որ բնականաբար ես ծանոթ չեմ եղել հրամանին, չի եղել աշխատանքային պայմանագիր, բնականաբար ուզեցին մի այսպես ասած հնարք կիրառել, բերել էին աշխատանքային պայմանագիր եւ փորձում էին ապացուցել, թե իբր ես ծանոթվել եմ, որ գամ ստորագրեմ, բայց չեմ ստորագրել, բնականաբար դա ինձ մոտ ծիծաղ առաջացրեց, քանի որ եթե այդպիսի բան լիներ, նրանք կամ ինձ կարգել էին այլևս իրենց հաստատություն, կրթական հաստատություն, այսպես կոչեցյալ, մուտք գործել կամ էլ կասեին կամ ստորագրի կամ գնա։ Մի խոսքով վարչական նիստը գնաց այնպես, որ սա տանում է դեպի արդարության հաստատման վերջիվերջո։